սպասելի էր Նիկոլի քարոզը, այսինքն ՔՊ-ի քարոզը ամբողջությամբ ադելության, հասարակությունը պառակտելու, մեր եւ ձերոնց միջև բաժանելու հիմքով է։ Եվ ամենակարևորը քարոզը ամբողջությամբ կառուցված է կեղծիքի եւ սդի վրա։ Խնդիրը գիտեք որն է, որ քարոզի թիվ 1, այսպես ասած, բրենդը խաղաղությունը իրականում չկա։ Մեկը չկա հարցնի, թե ասենք ինչ խաղաղության մասին է խոսքը։ Ինքը չէ սիրում է խոսել կադաստրի վկայական ունենալ չունենալուց, չէ, ասում է Հայաստանը կադաստրի վկայական չունի։ Հիմա ես հարց եմ տալիս, ասենք Նիկոլի խաղաղությանը հավատացողները մի հատ հարցրել են այդ խաղաղության ծննդյան վկայականը ունես, թե չունես։ Ասենք հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը պատերազմների վերջնարդյունքը լուծվում է մեկ տարբերակով։ Խաղաղության պայմանագրի տարբերակով։ Պայմանագրի ստորագրումը, այո։ Այո, պատերազմում մեկը պարտվում է, մյուսը հաղթում է։ Հիմա հարց. մենք ունենք այդ պայմանագիրը։ Ինչ խաղաղության մասին է խոսքը։ Խնդիրը հենց սրանում է, որ Նիկոլը խաբում է հասարակությանը, ինքը մարդկանց խաբում է դե ֆակտո գոյություն ունեցող ուրեմն խաղաղությամբ, որի թիվ 1 շահառուն թուրք-ադրբեջանական տանդեմն է, որովհետև եթե այդ զինաթաթարը, որը գոյություն ունի մինչև հիմա, թեկուզև հայ-ադրբեջանական շփման գծում ես այդտեղ սահման չեմ տեսնում, չպահպանվի ադրբեջանցիների կողմից, ապա թիվ 1 խնդիր ունեցողը լինելու է նրանց շահառու Նիկոլան հողը, եւ դրա համար էլ իրանք այս պահին այդ խաղաղությունը պահպանում են, բայց խնդիրը նրանում է, որ ամենակարևորը չնայած ասեն, որ հիմա արդեն գործընթացները միջազգային հարաբերություններում եւ դիվանագիտական ոլորտում ցույց են տալիս, որ նույնիսկ դե յուրե կնքված պայմանագրերը չեն ապահովագրում որևէ երկրի նոր ագրեսիայից կամ նոր ինչ որ նկարտումներից։ Մենք բազմաթիվ դրա վառ օրինակներ ունենք։ Եվ խնդիրը նրանում է, որ մենք նույնիսկ այդ դե յուրեն չունենք։ Եվ հիմա ինձ հետաքրքիր է այդ խաղաղությունը, որ այդ սրտիկը ցույց են տալիս, կամ ասում են ժողովրդին դուք պետք է դառնաք այդ խաղաղության ապահովողը, պաշտպանողը, ուր է Տեր կանգնեք խաղաղությանը, հա։ Տեր կանգնենք, հա, ուրան է այդ խաղաղությունը, ուրան է խաղաղության պայմանագիրը։ Նաև ասեմ, որ այդ անկրագետների համար հատուկ մատուցվող թեփա նախաստորագրվել, այդպիսի բան չկա նախաստորագրել։ Ոչ դիվանագիտության մեջ, ոչ էլ միջազգային հարաբերությունում ինչ նախաստորագրել։ Այդ հատուկ արված է մեր հասարակությանը խապելու համար, որը մեծ մասամբ ցավով պետք է արձանագրենք, որ քաղաքականապես անկրագետ է